Մինչև օգոստոսի 31-ը երկար սպասված շահավետ եռանկյուն ակցիայի շրջանակում ստացեք բացառիկ պայմաններ Սալիկ, Սանկերամիկա եւ Ծորակ միասին ձեռք բերելու համար։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Նոր խորհրդարանի աշխատանքը մեկնարկել է մի փուլում, երբ Հայաստանի առաջ միաժամանակ մի քանի համակարգային որոշումներ են հասունանում, բանակի կառավարման, կարգապահության խնդիրներից մինչև ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների ճակատագիր, ԵԱՏՄ-ի շուրջ աճող անորոշություն, TRIP-ի փաստաթղթերի առաջիկա խորհրդարանական քննարկումներ, սահմանադրության հնարավոր փոփոխություն։ Այս ֆոնին ուշագրավ է նաև հենց խորհրդարանի ներսում կատարվողը։ Տարիներ շարունակ Պաշտպանության եւ Անվտանգության հանձնաժողովը ղեկավարած Անդրանիկ Քոչարյանը նոր գումարման ազգային ժողովում որոշել է չշարունակել աշխատանքը պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության ոլորտում ու տեղափոխվել պետաիրավական հանձնաժողով։ Միաժամանակ փոխվում են բանակի անվտանգության համակարգի առանցքային պաշտոնյաներ, իսկ բանակում մահերի, քրեական ենթամշակույթի եւ կարգապահության խնդիրները շարունակում են մնալ օրակարգում։ Հարցը այստեղ արդեն միայն առանձին կադրային փոփոխությունների մասին չէ։ Պետք է հասկանալ պետության անվտանգության քաղաքականության մեջ ինչ է փոխվում, ինչ է կատարվում իշխանության ներսում եւ արդյոք նոր ազգային ժողովը կարող է դառնալ Հայաստանի առջև ծառացած իրական ռազմավարական խնդիրների քննարկման վայր։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Քոչարյան, դուք տարիներ շարունակ ղեկավարել եք խորհրդարանի պաշտպանության եւ 8 տարի։ Այո։ Բավական մեծ ժամկետ։ Բավականին ընդգրկուն ժամկետ, որովհետև դա այն սահմանն է, որտեղից հետո պետք է մի քիչ գնալ մի կողմ եւ նայել կատարած աշխատանքը կողքից եւ պլանավորել, թե ինչով կարող է օգտակար լինել երկրի անվտանգության խնդիրների լուծմանը։ Շատ լավ։ Դուք մասամբ կանխեցիք իմ հարցի շարունակությունը։ Դուք ներգրաված եք եղել պաշտպանության անվտանգության վերաբերյալ տարբեր համակարգային քննարկումներում եւ այլն, եւ հիմա այս ոլորտում որքանով է ճիշտ մի կողմ դնել ինստիտուցիոնալ հիշողություն, փորձառություն, այսինքն չլինել որևէ ձևով այդ հանձնաժողովում։ Եվ արդյոք ինչով է պայմանավորված զուտ կողքից նայել ձեր աշխատանքին, թե օրինակ կան գուցե քաղաքական տարաձայնություններ, օրինակ նույն այդ հանձնաժողովի ղեկավարման թեկնածու Վիլեն Գաբրիելյանի հետ, թե սա պարզապես աշխատանքի բաժանման ինչ-որ մի ձև է, եւ դուք էլ ասում եք, ես կողքից նայեմ, ներգրաված էլի լինեմ այդ համակարգի աշխատանքներին, բայց ավելի լավ չէ։ Առանց էտել Պարոն Ոսկանյան, ինտրիգը կա եւ հիմա մի խորացրեք այդ ինտրիգային միջավայրը։ Շատ բնական process-ի արդյունքում է, որ ես որոշում եմ կայացրել ներգրաված լինել պետաերական հանձնաժողովում, ասեմ, երկու հանձնաժողով է ընտրել, հետագա իմ քաղաքական գործունեությունը իրականացնելու համար դա արտաքին հարաբերություններն էր եւ պետաիրավականը։ Եվ վերջին պահին որոշեցի պետաիրավականը, որտեղ պետաերական հանձնաժողովի տիրույթում այնուամենայնիվ գտնում են նաև անվտանգային մյուս մարմինները, որոնց աշխատանքի արդյունքում նույնպես մենք երկրի առջև կանգնած անվտանգային խնդիրները այն ինչ որ առնչվում է արդարության եւ արտադրության հետ պետք է քննարկվեն, լուծվեն ոչ միայն օրենսդրական բազայում, այլ նաև պարլամենտի վերահսկողական ֆունկցիաների էֆեկտիվ կիրառման արդյունքում իրականացվող աշխատանքի շրջանակներում։ Եվ այդտեղ որոշումը կանգնեց դրա։ Իսկ ինչ վերաբերում է որ տարիների փորձ եւ այլն, այդ փորձի էֆեկտիվ քաղաքական կիրառումը ես իրականացրել եմ ինձ ընձեռնած հնարավորության տիրույթում 8 տարի ղեկավարելու պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը եւ կարծում եմ, որ գնահատել եմ, որ հանձնաժողովը մաքսիմալ իր արժեվ դրված խնդիրներին կարողացել է մոտենալ, կառավարության ծրագրի շրջանակներում կարողացել է կառավարության առաջարկած օրակարգը քաղաքական ոչ միայն ուսումնասիրել եւ օրենսդրական դաշտը բերել այդ ծրագրի կատարման համար անհրաժեշտ վիճակի, այլ նաեւ հանձնաժողովը իրականացրել է երկու քննիչ հանձնաժողովների աշխատանքի իրականացում, երկուսն էլ շատ կարևոր մեր երկրի համար, 40-օրյա ապրիլյան պատերազմի եւ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը։ Սա հակիրճ, բայց եթե վերցնենք իմ կենսագրությունը, դա Ղարաբաղյան շարժումից սկսած եւ քաղաքական զարգացումները, գործընթացները այդ շարժման արդյունքում մեր շատ-շատերից, մեր տարեկից շատ-շատերին տարել է կառավարման տարբեր օղակներ եւ մեծամասամբ նաեւ տարել է անվտանգության մարմիններ, ես երևի թե չեմ սխալվում,
առաջին կառավարության որոշմամբ նշանակված ուժային կառույցի Բարսաշյան Պաշտոնյան եմ եղել, ներքին գործերի փոխնախարար, այնուհետև նախարարի առաջին տեղակալ, հետո արդեն բանակ, հետո կառավարություն եւ այդպես ամեն ինչ առնչվել է անվտանգային խնդիրներին, նույնիսկ այն ժամանակ, երբ որ 2 տարով կառավարության որոշմամբ ինձ տվել են լիազորություններ, միաժամանակ պահպանելով Պաշտպանության փոխնախարարի կարգավիճակը, լինեմ աղետի գոտում եւ իրականացնեմ ոչ միայն աղետի գոտու հետ կապված խնդիրների կառավարումը, այլ նաեւ այն խնդիրները, որոնք ուղղակի կապված են մեր պաշտպանության եւ անվտանգության խնդիրների հետ։ Դա այն սպառազինության տեղափոխումներ հարևան տարածքներից դեպի Գյումրի եւ Գյումրիից դեպի մեր զինված ուժերի պայուսներ, որը իրականացվել է շատ կազմակերպված, ինչ որ չափով աննկատ, եւ դա տվել է հնարավորություն, որ բանակը եւ բանակի սպառազինությունը համալրվի եւ այդ համալրման արդյունքում մենք ունենանք նաեւ հաջողություններ եւ 94 թվականի հրադադարը իհարկե առանց Վազգեն Սարգսյան անհատի բացակա անհատի միջոցով էր, որ այս խնդիրները այնուամենայնիվ ամեն անգամ դառնում էին իրականություն։ Շատ լավ, պարոն Քոչարյան, այսինքն հանձնաժողովում օրինակ ձեր ներգրավված չլինելը չի խոսում նրա մասին, որ կան տարաձայնություններ պաշտպանության եւ անվտանգության ոլորտի քաղաքականության հետ։ Չէ, ես չէի ասի այդպես, տարաձայնությունները դուք հիմա քաղաքական տարաձայնություններ բացառեք, որովհետեւ եթե ես գտնվում եմ քաղաքական իշխանության քաղաքական միավորում, նշանակում է տարաձայնություններ չկան։ Վերջին հաշվով մի մոռացեք, որ ես նաև անկուսակցական եմ, եւ եթե կուսակցականները ինձ ընտրելով տվել են այդ հնարավորությունը եւ պահպանել են այդ հիշողությունը, որը կապված է իմ իշխանության մեջ եղած աշխատանքի հետ կապված, կարծում եմ, որ դա ամենակարևոր ձեռքբերումն էր վերջին 8 տարվա իմ հանձնաժողովի նախագահ եղած աշխատանքի գնահատման տեսանկյունից։ Երկու քննիչ հանձնաժողով, որի մասին ոչինչ չիմացանք։ Չէ։ Որի մասին որի շուրջ անդադ խոսակցությունները տալիս են որոշակի ինֆորմացիա, բայց ոչ ամբողջական։ Եվ հիմա անընդհատ ես հուշում եմ, որ այդ հանձնաժողովի զեկույցները գտնվում են ազգային ժողովում եւ ազգային ժողովը ամենակարևոր ինֆորմացիայի կրող եւ պահպանման միջավայր ապահովող ինստիտուտն է։ Եվ բոլորը կարող են նաեւ նոր падգամավորները իջնել առաջին բաժին, գաղտնի բաժին, ծանոթանան, ինչպես որ շատերը ընդդիմությունից որ ծանոթալ են, մեկ էլ հարց են բարձրացնում, այդ զեկույցը վերջը կա թե չկես, չդիմացա վերջերս ասի Գեա Մանուկյանը, եթե չկա դուք ինչ եք կարծացել Արթուր Խաչատրյանի եւ մյուս մեր գործընկերների հետ։ Իհարկե ես կուզեի որ բոլորը կարդան, եթե կարդալ չեն սիրում, տեսագրությունները նայեն, որտեղ ամեն ինչ արձանագրված է ոչ միայն տեքստային բովանդակությամբ, այլ նաեւ տեսագրությունների միջոցով, ընդ որում այնտեղ եզրակացությունը տալիս է շատ հարցերի պատասխան, իսկ այդ հարցերի պատասխանները բնականաբար առաջին հերթին պետք է գնան այն անվտանգային մարմիններ, ինչպիսին զինված ուժերն է, դատախազությունն է, ազգային անվտանգությունն է եւ բոլոր կառույցները պետական, որոնք շահագրգռված են այս տեղեկատվությունից դասեր քաղելուն։ Բա այդ հարցերի պատասխանները այս հանրությունը չիմանա։ Կիմանա։ Հիշում եք մարտի 1-ի փաստավակ խումբը։ Երբ որ մենք առաջին զեկույցը ներկայացրեցինք խմբի անունից, դրանց հետո իշխանությունները հասկացան, որ այս փաստավակ խումբը կարող է փորձանք դառնա իշխանության համար։ Եվ լուծարեցին փաստավակ խումբը Դավիթ Հարությունյանի եւ Սերժ Սարգսյանի, այսպես համատեղ խորհրդակցության արդյունքում։ Կարող է այս անգամ էլ այդ զեկույցը մասը բայց դա ոչ մի խնդիր չառաջացրեց իմ եւ Տիկին Սաֆարյանի համար, որովհետեւ մենք ներկայացնենք եւս 4 զեկույց եւ այդ 5 զեկույցները վերջին հաշվով հայտնվեցին ՆԻԵԴ-ի հայտնի որոշման հիմքում, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը ուզի թե չուզի պետքա պատասխան տա, որպես մարտի 1-ի համար 1 պատասխանատու։ Դե չի տալիս, բայց չի կարող։ Այսինքն դուք վստահեցնում եք, որ հանրությունը իմանալու է այդ չի կարող իմանալ, զեկույցը կարող է գնա, ոնց որ ձեր կոմպյուտերը չէ, քնելու ռեժիմ ունի։ Գնում է, թաքնվում է, հետո մեկ էլ կամաց քեզ հիշեցնում է, որ այնտեղ բան կա, կարող է պետքա թարմացվի։ Եվ քանի որ զեկույցի ներկայությունն ամենակարևոր ձեռքբերում, որտեվ կարող է աշխատես եւ զեկույց չունենաս։ Ազգային ժողովը ունեցել է այդպիսի եւս մի քանի հանձնաժողով, նաեւ Արծվիկ Մինասյանի կողմից ղեկավարվող հիմնադրամի հետ կապված, որ այդպես էլ զեկույց չկարողացավ ստեղծել,
Մեր հանձնաժողովը կարողացել է ստեղծել երկու զեկույց, որոնք գոյություն ունեն եւ որևէ այսպիսի քննարկում, որ գիտեք ինչ ժամկետ է խախտել, գոյություն չունի։ Ամենակարևոր իրավական նպատակը դա զեկույցի ներկայացնելն է ազգային ժողովին։ Շատ լավ։ Եվ այս հարցով այս թեմա վերջինը դուք ասացիք ինտրիգ պետք չէ փոխել, չէ՞։ Ինտրիգը լավ բան չի։ Բայց այնուամենայնիվ եկեք խոստովանենք, որ ձեր շուրջ հավանաբար դեպս զարգացումներն այնպիսին են, որ թողնում են որոշակի ինտրիգային տպավորություն։ Սա հենց առաջ մենք կարող ենք հիշել նույն է զեկույցի պատմությունը Ալեն Սիմոնյանի հետ, Վլադիմիր Վարդանյանի հետ, հա, ձեր հրապարակային դիտարկումները, հիմա այս հանձնաժողովում չլինելը, Վիլեն Գաբրիելյանի որպես տեխնացու լինելը, բարբերաբար կարևոր առանցքային հարցերի շուրջ ձեզ մոտ այնպիսի ձեր մասնակցությամբ այնպես են իրադարձությունները զարգանում, որ կարող ենք մտածել, դե հա, այնուամենայնիվ ինչ որ ինտրիգային բաներ կան այստեղ։ Դե գիտեք ինչ, դա նշանակում է, որ իզուր չեմ ապրել եւ իզուր չեմ պաշտոնավորել, նշանակում է դեռ հետաքրությունը իմ անձի եւ իմ պաշտոնավարման տարիների հետ կապված մնում է հասարակության հետաքրքրությունների շրջանակում, շատ նորմալ է, բայց ինչ վերաբերվում է հանձնաժողովի նախագահ լինել չլինելուն, դա իմ չլինելը չի նշանակում, որ ես հետաքրքրված չեմ հանձնաժողովի աշխատանքների հաջողման հետ կապված։ Ես ուզում եմ, որ հանձնաժողովը ունենա արձանագրի հաջողություններ, հատկապես այն բարձր մակարդակի համագործակցությունը գործադիրի հետ, այն ինչ որ ստեղծվել է այս վերջին 8 տարիների ընթացքում բոլոր ուժային կառույցների եւ նրանց առաջին դեմքերի հետ։ Առաջին դեմքերը փոխվել են, բայց հանձնաժողով կառավարություն համագործակցությունը ներդաշնակ ձևով կարողացել է ոչ միայն խնդիրները ընկալի, այլ խնդիրներ առաջարկի եւ խնդիրների լուծումներ առաջարկի, որոնց լուծման արդյունքում շահել է մեր քաղաքացին եւ այն մարդիկ, որոնք ծառայում են այդ ուժային կառույցներին։ Շատ լավ։ Դրանք բանակ Մահեր քրեական ենթամշակույթ ռազմական ոստիկանություն վերջին դեպքը տեղի ունեցել օգոստոսի 13-ին եւ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը ազատվեց պաշտոնից, նրան փոխարինում է Արամ Հովհաննիսյանը, այսօր պաշտպանության նախարարը ներկայացրել է անձնակազմին նրան։ Աշոտ Զաքարյանի հետ դուք երկար եք, երկար տարիներ նրան ճանաչում եք, ճանապարհ ունեք անցած։ Ինչը չէր աշխատում ըստ ձեզ ճանաչելով Աշոտ Զաքարյանին։ Ինչը չէր աշխատում ռազմական ոստիկանությունում, ինչու կար անհրաժեշտություն նրան փոխարինելու եւ ինչու է ընտրությունը ըստ ձեզ կանգնել Հովհաննիսյանի վրա։ Նորից ապավինեմ իմ ինստիտուցիոնալ եւ անցյալի հիշողությունները։ Ինչա հուշում իմ հիշողությունները։ Աշոտ Զաքարյանին բնականաբար չեմ ճանաչել եւ իմ առաջին շփումը Կումարի ջոկատի տղաների հետ եղել է Միքայել Վարդանյանի երջանկահիշատակ, որը հետագայում դարձավ Գյումրիի քաղաքապետ եւ մեծ ավանդ ունի Գյումրիում չլուծված խնդիրների լուծման առնչությամբ եւ ջոկատի տղաների, որոնք մասնակցել են այն ժամանակ նախինում հաբի եւ իշխանությունների հարաբերությունները շատ ծանր էին, բայց ի պատիվ Վազգեն Սարգսյանի այդ ամբողջացվեց եւ ժամանակի ընթացքում բոլոր դարձան բանակի մաս։ Նաեւ Կումայրի ջոկատը, Բուրնաշ, Միքայել, Աշոտը, որ նայեք տղաներ էին, որոնց մորուքները շատ փառթամ էր, ոնց որ հիմա ասես նայում ես, հիմա այլ երկրներում, հա, Աֆղանստանում, բայց այն ժամանակ մեր ֆիդայի տղաները հենց այդպես սիրահարված էին մորուքային այդպիսի տրամաբանությանը եւ երբ որ առաջին շփումը եղավ եւ արդեն ձևավորված էր ռազմական ոստիկանության առաջին հաստիկները, ընդ որում 3 հաստիկ եղել ռազմական ոստիկանության պետի, տեղակալի եւ շտաբի պետի։ 3 մարդ ենք նշանակել, բայց գաղափարը կար եւ պետքա զարգանար։ Երբ որ այդ գաղափարը սկսեցինք զարգացնել եւ շատ հաստիկներ բացվեցին, եւ Շիրակի մարզում, քանի որ կար ռուսական բազան եւ այնտեղ կային ստորաբաժանումներ արդեն տեղակայված, որոշումը առաջիններից մեկն է, որ Շիրակի մարզում բացվեց ռազմական ոստիկանության մասնաճյուղ։ Եվ այնտեղ ռազմական ոստիկանության պետ նշանակվեց Միքայել Վարդյանը, մինչև քաղաքապետ դառնալը, Աշոտ Զաքարյանը տեղակալ եւ Կումարի ջոկատի տղաների մի զգալի մասը անցան արդեն բանակի կառույց այդ թվականին։ Ոսկե 92 չեմ սխալվում, 92 թվականին էր։ Հետագայում ռազմական ոստիկանության կարևորությունը Կումայրի ջոկատը, առաջին կառույցներից մեկը Շիրակի մարզ, Աշոտ Զաքարյանը բնականաբար արդեն պետք է ներկայանային Պաշտպանության նախարարի տեղակալ Անդրանիկ Քոչարյանի մոտ, որպեսզի որոշվեր որ հաստիքի վրա ով պետք է նշանակվի։ Միքայել Վարդանյանը նշանակվեց Շիրակի մարզի ռազմական ոստիկանության պետ, Աշոտ Զաքարյանը, մյուս տղաները ասենց հերթով նշանակվեցին հաստատված հաստիկների
մեջ եւ իրանք անցան բանի հրաժարեցին մորուքներից առաջին քայլը Հական համազգեստ եւ կարելի ասել այդ ժամանակ արդեն առաջին կանոնավոր բանակի ստրուկտուրաները սկսեցին ձևավորել նաեւ ռազմական ոստիկանության միջավայրում ունեին իրենց մշտական տեղակայման վայրը, որը գտնում այնտեղ, որտեղ մինչև հիմա կա նախկինում այդտեղ կանանց գաղութներ եւ այդ հարաբերությունները խորանում էին զուտ այն առումով, որ կայույցը կառանալու հետ մեկտեղ նաև իրենք ստանում են ոչ միայն հանձնարարություններ, նաև կրթության խնդիրներ ներդրվում, լուծվում էին, ծառայում էին, որտեղ գիտեք, որ այդ թվերին երկրում sense կաթսան էփում էր, մեքենաներ էին տանում, բոլորը Երևան քաղաքում մեքենաներով շրջում էին, գալիս էին ազգային ժողով, որպեսզի հանդիպեն հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանի հետ, այսպես Գերագույն խորհրդի հետ տարածքը, որ այսօր sense խախանդ է, դռները միշտ բաց էր, sense էփում էր եւ դա ժամանակի ընթացքում ամեն ինչ եկավ ընկավ իր տեղը, երբ որ որոշում կայացեց պաշտպանության նախարարություն ստեղծելու եւ ռազմական ոստիկանությունը սկսեց իր ֆունկցիաները կատարել։ Այն ժամանակ էլ շատ բարդ վիճակ է եղել։ Վիճակները եւ ռազմական ոստիկանության արժե դրված խնդիրները միշտ բարդ է եղել։ Ասեմ ձեզ նաեւ պրոֆեսիոնալ զինվորականները ռազմական ոստիկանությանը տանել չէին կարող, որովհետև սովետական բանակում այդ կառույցը չի եղել, ասոբիստներ կային, այսինքն KGB-ի sense գործ տվողներ եւ այլն, մենք հրաժարվեցինք դրանից եւ գնացինք այն մոդելին, որը որ ժամանակակից բանակները, երկրները իրենց կառույցներում ունեին եւ դրանով կանխում էին այն անցանկալի երևույթները, որոնք կարող էին բանակ թափանցել եւ նպատակը դա էր եւ եղավ մի պահ, որ ռազմական ոստիկանության հաստիկները, եթե չեմ սխալվում, հասավ մինչև 2800 հաստիկի։ Այդտեղ ներքին գործերի նախարարություն սկսեցին շատերը գալ դեպի բանակ, խնդիր առաջացավ, անվտանգության խորհրդում քննարկվեց, բայց զարգացումները գնացին այդ ուղղությամբ։ Եվ ինչ եմ սա ասում, որովհետև նաև կարևորվեց թե ռազմական ոստիկանությունում ծառայողները ինչ մակարդակի կրթություն պետք է ստանան։ Եվ ասեմ ձեզ, Աշոտ Զաքարյանը երևի առաջինն էր, որ գնաց Ֆրանսիա, որպեսզի ժանդարմերիայի ակադեմիայում ստանա այդ կրթությունը, եւ երևի միակն է, որ այդ կրթությունը ստացել է։ Կարող է երկրորդը, չգիտեմ, բայց գնաց, սովորեց ֆրանսերեն նոր գնաց, դա նշանակում է այդ մարդու նաև կամային որակների մասին է, չէ՞ խոսում։ Գնաց, հետ եկավ, Միքայելը Վարդանյանը դարձել է Գյումրիի քաղաքապետ, Աշոտը արդեն դարձավ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության պետ, եւ իր կարիերան այդպես շարունակվեց մինչեւ այն պահը, որ Աշոտ Զաքարյանը չուրացավ իր անցած ուղին եւ ասենք մի առիթով, երբ որ քաղաքական զարգացումներ էին գնում 2008-ի ընտրություններից առաջ։ Եվ Աշոտ Զաքարյանը այնուամենայնիվ, երբ որ Արամ Սարգսյանը Գյումրիում գնացել էր, երբ որ Արամ Սարգսյանը Աշոտը չէ կարող մոռանալ, որ Ազգեն Սարգսյանի եղբայրն էր եւ հանդիպել էր եւ այդ հանդիպումը ճակատագրական եղավ։ Այդ ժամանակվա իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պահանջ դրեցին Վլադիմիր Գասպարյանին, որ պետքա հեռացնի Աշոտ Զաքարյանին։ Հետագայում Աշոտ Զաքարյանը անցավ, դարձավ քաղբանտարկյալ, քաղաքական բաների մեջ դրսևորեց իր կամային որակները, դա առանցներից մեկն էր եւ այլն։ Եվ 2018 թվականի իշխանափոխությունը եղավ, ես առաջարկել եմ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նման որակյալ կադրին, որը արդեն վերադարձել էր ռազմական ոստիկանություն եւ ղեկավարում էր Սիսիանի բաժինը, եւ հետո արդեն տեղափոխվել էր Երևանի բաժին, որտեղ չգնահատել Զաքարյանի աշխատանք հնարավոր չէր, որտեղ ինքը հենց ճակատագրով պայմանավորված ստեղծված էր ռազմական ոստիկանության հիմքերը դնելու եւ զարգացնելու համար։ Եվ ասեմ ձեզ, եթե մի օր բացեն Վազգեն Սարգսյանի նոթատետրը, այնտեղ կտեսնեն, թե կադրային առաջխաղացման առումով Վազգեն Սարգսյան ում վրա էր կառուցում ուժային կառույցների որոշակի ճյուղեր։ Եվ դրա մեջ Աշոտ Զաքարյանի անունը կգտնեն։ Ինչեւ ասում ճակատագրով պայմանավորված եւ Փաշինյանը երբ որ հանդիպել էր պատահաբար, եթե չեմ ճիշտ եմ հիշում, Զաքարյանին առաջին հայացքից չէր հիշում, որ Երևանի կայազորի հրամանատարը Զաքարյան Աշոտն է։ Եվ հետագայում, երբ որ ռազմական ոստիկանության պետի նշանակման խնդիր կար, այո, ես այդտեղ միջամտել եմ եւ առաջարկել եմ վարչապետին, որ ունենք այսպիսի կադր, որը կարա որակական փոփոխություն բերի կառույցում եւ եղավ դա։ Եվ ամենակարևոր ձեռքբերումը Աշոտ Զաքարյանի ղեկավարած կառույցը նորովի եւ կադրային նոր համալրումով աչքի ընկավ զինված ուժերի կառուցվածքում։ Շատ լավ, պարոն Քոչարյան։ Չէ, ինչ եմ ուզում ասեմ, որովհետեւ երբ որ Աշոտ Զաքարյանի
ազատման խնդիրը արդեն արծարծվեց, շատերը Facebook-ում ցին գրել ինչ լավ որոշում էր, թե դրա լավը որն էր, բայց առաջին ծիծեռնակը հենց Գեղամ Մանուկյանն էր Դաշնակցության, եւ ես միանգամից անդրադարձեցի, որ Դաշնակցությունը չի մոռացել, որ Աշոտ Զաքարյանի եւ իր ղեկավարած կառույցի նաեւ շնորհիվ էր, որ նոյեմբերի 9-ին արգելափակեցին զինված ուժերի Բարգավաճ փողոց դուրս գալու հնարավորություն։ Հիմա Աշոտ Զաքարյանը պայմանագրի ժամկետը լրացել է եւ իրեն փոխել են Արամ Հովհաննիսյանով։ Ես հաջողություն եմ մաղթում։ Այդ փոփոխությունը բայց այնուամենայնիվ լավը չեք գնահատում։ Չէ, ես հաջողություն եմ մաղթում Արամ Հովհաննիսյանին։ Ես էլ, տեսեք, հիմա Պաշտպանության հանձնաժողովի նախագահ չեմ։ Հիմա այսօր էլ հոդվածները գրել համակարգից հեռացնում են Անդրանիկ Քոչարյանի մտերիմներին։ Եթե այդպես լիներ, համակարգից գիտեք, հազարներով մարդիկ դեռացնեին, որովհետև եթե ժամանակին նրանք ընդունվել են զինված ուժեր, եթե արխիվը բացեն, այնտեղ Անդրանիկ Քոչարյանի փոխնախարարի ստորագրությունը կտեսնեն, այդ չի հարցը։ Հիմա պետք չի կապել մարդկանց հարաբերությունները նրանց պաշտոնավարման հետ։ Չէ, չեն կապում։ Մենք կապում ենք հիմա Զաքարյանին, ռազմական ոստիկանության, վարչապետը իր վերջին ճեպազրույցում ներբանրադարձավ այդ դեպքին օգոստոսի 13-ին տեղի ունեցած, ասաց, որ խոսել է, քննարկել է պաշտպանության նախարարի հետ, ռազմական ոստիկանությունում տեղի են ունենալու փոփոխություններ եւ այլն, եւ դրանք տեղի ունեցան։ Հիմա հարցս ավելի լայն։ Այս վերջին սպանությունները, ինքնասպանությունները, այդ գողական կամ քրեական ենթամշակույթի կարող մի բան կանխեմ, որպեսզի այդ գողական բառը մոռանանք, ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ռազմական ոստիկանության, նաեւ Սուրեն Պապիկյան նախարարի հետ համատեղ Աշոտ Զաքարյանի աշխատանքի արդյունքում արմատախիլ է վրաց, գողական բարքեր չկան։ Ուրիշ բարքեր կան, որոնց խնդիրները մնում են չլուծված, որի արդյունքում կարող եմ ժամերով խոսել այս թեմայից, բայց գողական բարքերը, որ զոն նայող տղերք էին առաջանում, դրանք վերածվել են արմատախիլ արված, բայց դա բերեց նրան, որ խուսափենք ինքնասպանություններից ոչ, որտեղ ինքնասպանությունները պարզվում է հոգեբանական լուրջ խճանկար ունեն եւ այդտեղ համալիր աշխատանքապետ նաեւ զինված ուժերի բոլոր կառույցների կողմից սկսած հոգեբանների ներգրավման, որպեսզի հասկանանք, երբ որ մարդը միանգամից տանից զորակոչվում է եւ գալիս է զինված ուժեր, ինչքանով է ինքը պատրաստ այդ դժվարությունները հաղթահարելու։ Չէ, դժվարություն այստեղ գուցե նաեւ շատերը հաղթահարում են, բայց այնպես չի, որ բոլորը վերցնում ինքնասպան են լինում, բայց լինում են նաեւ թուլություններ եւ այդ թուլությունները կանխելու համար դրա համար հրամանատարը, որ ասում ենք, դի գլխին լինի։ Ամեն զինվորի գլխին չես կարա մի հատ զինվորական ոստիկանության ծառայող դնես կամ էլ ծնողներին անդադ բերես ծառայության վար, այդպես չի, որպեսզի կանխես այդ ամենը պետք է ինֆորմացված լինի հրամանատարը, թե այդ մարդու ներսում ինչ կա, ինչի է ինքը որոշում դեռ կյանք չմտած իր կյանքին վերջ տա։ Այդ հասկանալու համար նախ հրամանատարները պետք է լինեն, պետք է նայել բանակի ներքին օղարկները ինչքանով է համալրված, վերջը սերժանտական համակարգի հետ կապված օրենսդրություն ենք իրականացրել, բայց այդ օրենսդրությունը որպեսզի դառնա ամբողջական ժամանակ է պետք։ Հիմա այդ ժամանակի ընթացքում այս նման դեպքերը, եթե կրկնվեն, անընդհատ եթե մենք պետքա կադրային փոփոխությունների միջով փորձենք հարցլուծենք, այլ ոչ թե ըստ էության հասկանանք խորքային պատճառները եւ դրա լուծումները գտնենք, ծառայության առաջի պայից մինչեւ զորացրվելը։ Այդտեղ է որ խնդիրը զինված ուժերի պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի արժեք կանգնած։ Իհարկե Աշոտ Զաքարյանը հիմա գնաց թոշակն էլ հարաբերական է, որովհետեւ մենք տարիքային սահմանափակումները հանել ենք։ Հիմա եկել է Արամ Հովհաննիսյանը։ Արամին ես կարող եմ գնահատել որպես ոստիկանապետ, ինչու՞, որովհետեւ Արամ Հովհաննիսյանը որպես ոստիկանապետ նույնպես կանխել է երկրում ներքին խժդժություններ, որոնք պլանավորված էին։ Պարոն Քոչարյան, արդարացված է, բայց բանակ եւ ներքին գործեր։ Եվ այսօր ռազմական ոստիկանությունում էլ կան ներքին գործերի բավականին արժեքավոր կադրեր։ Գնդապետներ, տեղակալներ, 8 տեղակալներից մի զգալի մասը ներքին գործերիով անցած սպայակազմա, որը համալրել է մեր զինված ուժերի ռազմական ոստիկանության կադրային բանկը։ Ես չեմ դրամաբանությունը էլի փորձենք հասկանանք, այսինքն մենք այդ մահերը, այդ ինքնասպանությունները կամ սպանությունները, այդ ամեն ինչը մենք կապում ենք 1-2 պաշտոնյայի հետ, եթե նրանց փոխում ենք։ Չէ, հիմա տեսեք, ես հասկանում եմ ձեր հարցը։ Հիմա տեղի ունեցել որոշում նախարարը զեկուցել է վարչապետին եւ կարողացել է հիմնավորի, որ կադրային փոփոխության շնորհիվ կարող է վիճակ կարգավորվի, որոնք առնչվում են, որտեղ դեպքը տեղոց է մեղրում ինքնասպանություն եւ այսօր ես լսեցի Վարդուհի հանձնաժողովի նախագահի տեխնիկացիան քննարկումներ եւ այնտեղ
տեխնացուն ասես, որ այս տարի աննախադեպ շատ է եղել ինքնասպանություն, 8 ինքնասպանության մասին էր։ Նույնիսկ մեկն էլ դա ողբերգություն է, ոչ միայն ընտանիքի համար, նաև զինված ուժերի համար, դա փոխում է վստահությունը բանակի նկատմամբ։ Հիմա այդ վստահությունը վերականգնելու համար գուցե նաև մեկ-մեկ պետք է լինում կադրային տեղաշարժերը, ոչ թե մեկ-մեկ, դա էլ մի գործողություն է, որի արդյունքում պետք է սառեցնել վիճակը եւ փորձել մոտենալ այն խորքային խնդիրներին, որը լուծված չի։ Այս կարծում եմ եւ ազգային ժողովի համսան հանձնաժողովը եւ նոր նախագահ հանձնաժողովի եւ կազմը եւ ես ինչ չեմ առանձնացնում այդ խնդիրների լուծմանը մասնակից լինելուն, ասեմ, որ պետաիրավականը շատ հարցերում շատ մոտ է կանգնած նմանատիպ խնդիրների լուծմանը, որովհետեւ իրավական են, որովհետեւ կա զինվորական դատախազ, կա զինվորական մասքննության, որը նաև առնչվում է պետաիրավական հանձնաժողովի վերահսկողական ֆունկցիաների միջավայրին։ Ուզում ասեմ, որ այստեղ պարզապես պետք է նվիրված աշխատել եւ ծառայել։ Ոչ ոք չի կարա երկար մնա կողքաշված։ Նույն Աշոտ Զաքարյանը, նույն իր անձնակազմի զգալի մասը, կարծում եմ պարոն Հովհաննիսյանը ինքն էլ կուզենա որոշակի փոփոխությունների ենթարկի այն համալրվածության մեջ, որի մասին ես քիչ առաջ խոսեցի, բայց դա էլ է նորմալ։ Բայց պետք է հասենք նրան նպատակը որն է ամբողջ փոփոխությունների, նպատակը, որ երբևիցե էլ սոցիալական ցանցերով կամ որևէ լրատվամիջոցով առավոտը որ բացում ենք լուրերը, չլսենք, որ որևէ զինվոր կամ զինվորական ինքնասպան է եղել չբացատրվող հանգամանք, չկա հանգամանքի բացատրություն իմ համար։ Եթե ինքը իր ձեռք ընկած զենքով իր կյանքին վերջատել, նշանակում է դրան հասնելու համար ինքը տևական ժամանակ մտածել է, որ այդ խնդիրը պետք է լուծի։ Տեսեք, քֆուր տալու մասին ենք խոսում, քֆուրի տակ մնալու, այդ քրեական ենթամշակույթ չի, բայց դա խոսում է, որ դիրքերում չհամալրվածության խնդիր կա եւ այդ դիրքերում, երբ որ հրամանատարը դեռ հաստիքը կա, բայց մարդը չկա, այնտեղ ընկերները ծառայության մեջ գտնվող ընկերները եւ նրանց ավակը ասում է պետքա չքնել։ Եվ երբ որ մեկը այդպիսի բանում նկատվում է, ենթադրում եմ, որ ճնշումներ այնքան մեծ է լինում ամբողջ ծառայության ընթացքում, որ դա բերում է հոգեբանորեն այդպիսի ուրեմն բաց հետևանքի, բաց չէ։ Անթույլատրելի, հնարավոր չէ հարցը լուծել։ Բայց հնարավոր է, երբ որ հրամանատարը, երբ որ տեսնում է, որ խնդիրը առաջացել է, դա նշանակում է, որ հրամանատարը այդտեղ եթե կա, ես ենթադրում եմ, որ չկա։ Եթե կա, ներքին օղակի մասին է, վերին օղակը համալրված է։ Եթե չկա, ուրեմն նա տեղյակ չի ինչա տեղի ունենում դիրքերում։ Էդ էլ վատ, բայց այդ խնդիրը պետք է լուծել։ Այդ խնդիրը լուծվում է սերժանտական համակարգի, ուրեմն ներդերմամբ։ Դրա համար էլ գուցե մինչև այդ կառավարության ծրագրում դրված է բանակի կերպարանափոխման խնդիրը, դա մենակ շորը չի։ Շորն էլ է կարևոր, բայց կերպարանափոխումը նաև մարդն է փոխվում իր գիտելիքներով, իր հոգեբանական խճանկարով եւ ընդհանրապես։ Պարոն Քոչարյան, տեսեք, օրինակ ասում եք հո ամեն զինվորի գլխին մի հրամանատար չենք դնելու, չէ՞։ Հա, տրամաբանորեն իհարկե չենք դնելու, բայց ես կարամ միջնադարում ասեմ, այդ խնդիրը ոնց են լուծում։ Մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար։ Բայց հիմա ես չեմ ուզում դրա մեջ ասել։ Չէ, նկատի ունեմ, բայց այս դեպքում օրինակ դուք կարող եք օրինակ դեպքեր հիշել, որ հենց հրամանատար եղել է, չէ՞ որ այդ զինվորներն էլ օրինակ այդ հրամանատարի կամ այդ հրամանատարության պատասխանատվության նաև ներքո են, չէ՞, նրա վերահսկման գործառույթներ եւ այլն, որ նաև հրամանատարն է պատասխանատվության ենթարկվել։ Թերացել է ենթադրին կամ ինչ որ անգործություն է դրսևորել կամ իր գործառույթները բոլորը ովքեր բանակում եղել են իր գործառույթները պատվիրակել է ինչ որ շարքային զինվորի բոլոր դեպքերը հիմա պետք է խիստ ծառայական քննության նյութ դառնան խիստ ոչ թե պարզապես որ օրենքը պարտադրում է որ ծառայական քննություն անես այլ նախարարին զեկուցեն այն ամբողջ պատկերը որի արդյունքում ունեցել ենք այս արդյունքը բայց որ մի երկու հրամանատար դրա համար պատասխանատվության ենթարկվեր գուցե իրավիճակը կփոխվի շատ լավ հիմա բոլոր լսելու են մեր այս հարցազրույցը եւ ես կարծում եմ որևէ մեկը պատասխանատվությունից պետքա չխուսափի բայց նաեւ պետքա նայենք մինչեւ պատասխանատվության անխուսափելիության պարտադրանքը դնելը արդյոք մենք գիտակցում ենք թե ինչից հետո եղավ եւ ինչու արդյունքում եղավ սա
Այդ շղթայի մեջ կարող է շատ մարդ լինի, բայց այդ շղթայի կառավարման մեջ է խնդիրը, այդ շղթան ամբողջությամբ մենք կառավարում ենք, այստեղ որ ասում են բանակը հասարակության հայ լինի։ Հա, ինչ որտեղ այո, բայց երբ որ ընտանիքը իր զավակին տալիս է բանակին, վերջ, ընտանիքը այդտեղ չկա, տերը ու քեզ ինքը չկա։ Արդեն ընտանիքին պետքա փոխարինի հրամանատարը։ Հրամանատարի կրթվածությանից սկսած ամեն ինչ կարևոր է, ինչի մասին ոչ միայն կառավարության ծրագրում է գրված, այլ ինչին ձգտել ենք այս տարիների ընթացքում։ Հասել ենք վերջնակետին, եթե դեպքերը շարունակվում են, նշանակում է դեռ վերջնակետին չենք հասել։ Շատ լավ։ Սա իհարկե երկար թեմա է, կարող ենք անվերջ խոսել, բայց մի հարց էլ մասնավորապես օրինակ նույն հապկի մասով, հա, Հայաստանը դե փաստացի։ Բայց ինձ այնքան ես այդ հարցը տվել հապկում, սառեցրել է, չէ, դե սառեցրել ենք, չէ, այդ չեմ ասում սառեցրել ենք, թե չէ, սառեցրել ենք, բայց իրավական առումով դե շարունակում ենք կազմակերպության անդամ լինել, հիմա արդեն պարբերաբար Մոսկվայից եւ հապկից հնչում են հայտարարություններ, որ այս անորոշությունը չի կարող շարունակվել եւ առաջիկա գագաթնաժողովի ժամանակ քննարկելու են նաեւ Հայաստանի, այսպես ասենք, իրավունքների հարցը, հա։ Հայաստանը ինչ է պատրաստվում անել, այսինքն շարունակելու է իրավական առումով վերջ չտալ այդ հարաբերություններին, ժամանակ շահել, թե հասնել այսպես նրան, որ հապկը ինքը Հայաստանին դնի այն իրավիճակում, որ Հայաստանը ասի ցտեսություն։ Ես հիմա ձեր հարցին, որպեսզի կարողանամ պատասխանեմ, շատ պիտի ինֆորմացված լինեմ, թե դրա համար ժամանակ է պետք։ Նոր ազգային ժողով, կառավարության ծրագիր, հանձնաժողովներ, կառավարություն փոխհարաբերություններով, անվտանգության խորհուրդ նախկինում շատ ինֆորմացված եղել եմ։ Եվ հիմա հապկի հետ կապված կարող են սառել ենք եւ այդ սառեցվածության հետ կապված ունենք դրած պահանջ։ Այդ պահանջը նախ պետք է հապկը կատարի, բայց հապկից վերջերս լսեցի, որ դուք հələ հապկում եք, ճիշտ է, փողը չեք տալի, բայց հապկում եք, իմացեք, որ կարող է ձեր առջև դրվի նաեւ պահանջներ, որ դուք պետք է կատարեք, թե ոնց դնեն, ոնց կատարվի եւ այլն։ Իհարկե կա անորոշություն առաջացած Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների շրջանակում։ ԵԱՏՄ, Միություն եւ այլն, բայց այդ խնդիրները առաջին հերթին պետք է լուծվեն այն հարթակներում, որտեղ նախատեսված են անորոշությունները հաղթահարել պայմանների միջոցով, պայմանների ուսումնասիրման եւ խնդիրների լուծմանը մոտենալու միջոցով։ Հիմա արժևում կան լինելու են հանդիպումներ, որտեղ կմասնակցի մեր երկրի վարչապետը եւ այնտեղ եւս մեկ անգամ կհիմնավորվի, թե մենք այնուամենայնիվ այս վիճակում մենք շարունակում ենք մնալ Եվրասիական միության անդամ, որովհետեւ նպատակ չկա, որ մենք այնտեղից հիմա պետքա շրջարար կատարենք, որովհետեւ այդ որոշումը եթե չկա, երբ որ մեզ պահանջում են հարակվի արեք, երբ որ բացակայում է որոշման, հա, արկայությունը ինչի մասին հարակվի արվի, այսինքն Եվրասիական տնտեսական միությունը դրանք մի կողմ, այսինքն պետք է այդտեղ Ռուսաստանին բացատրվի, գուցե համոզվի, որ այդտեղ որևէ վտանգ չկա, ասենք, մեր դիրքորոշման հետ կապված։ Հապկի հետ կապված սառացանք եւ դեռ հապկի անդամ ենք, բայց հապկն էլ պետք է ցույց տա, որ ինքը հապկ է։ Հապկը դեռ չի կարողանում ցույց տա իրեն նույն ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, Ռուսաստանն էլ հապկի անդամ է։ Ղազախական զորքերին չի մասնակցում Ուկրաինայի պատերազմին։ Դե այսինքն չէ, այսինքն խնդիրներ են, որ խոսում որ հապկը ընդամենը այսպես բան է, ձևակերպած է թղթում, որ դա կա, ըստ էության հապկը պատկերացնում ենք, որ Ռուսաստանի զինված ուժերը։ մենք էլ ամբողջացնում ենք այդ բուտաֆորիան։ Չէ, մենք հիմա այնտեղ ենք, բայց սառեցրած ենք։ Մյուսները սառեցված չեն։ Հիմա մեզանից ինչ եք պահանջում։ Մենք ասում ենք, Եվրասիական տնտեսական միությունում ենք։ Եվ այն պահանջը, որ հարակվի, արագացրեք մինչև դեկտեմբեր, ես կարծում եմ մինչև դեկտեմբեր բավականին ժամանակ կա, որպեսզի այս թեմաներում հստակեցում մտնի, եւ այդ հստակեցման արդյունքում իրականում կայացեն որոշումներ։ Հիմա եթե այնուամենայնիվ մեր հիմնավորումները չբավարարի եւ հանկարծ այսպիսի որոշում կայացնի, բայց այդտեղ լուրջ խնդիրներ առաջանում հենց Եվրասիական տնտեսական միության համար, որտեղ մենք լիարժեք անդամ ենք։ Այդպես չի, որ որոշումով պետքա հեռացնել լիարժեք անդամության լիազորություն ունեցող պետությանը։ Մի ճշտող հարց, այսինքն մինչև դեկտեմբեր հնարավոր է իրավիճակը այնպես զարգանա, որ Երևանը ԵԱՏՄ-ի հապկի մասով որոշումներ կայացնի։ Ամեն դեպքում սանկցիաներ կան, գաղտնիք չի։ Հայաստանում արտադրված եւ գյուղմթերքի եւ բավականին արտադրության բավականին տեսականի այսօր չի կարող Ռուսաստանի դաշնամուրը կատնամթերք, խմիչք, ալկոհոլ եւ այլն, այսինքն գուցե եւ շարունակվի այդ սանկցիաները, բայց մի քանի օր առաջ եթե նկատեցիք, որ Ռուսաստանից այսպես փոքրիկ արձագանք եղավ, որ Ռուսաստանը դեմ չի, որպեսզի գյուղմթերքը
գնա դեպի Ռուսաստան, բայց որոշակի պայմաններ պետքա նաև հայ արտադրողները կարողանան բարելավեն, այսինքն այն ապրանքը, որ պետք է Ռուսաստան, ինչ որ ստանդարտների պետքա բավարարի։ Հիմա այդտեղ գցելա խնդիրը մեր դաշտ։ Մեր դաշտում բնականաբար ունենք պետական են բոլոր կառույցները, որոնք պետքա այդ խնդրին իրենք էլ ներսից մոտենան եւ տեսնեն արդարացված է այդ պահանջը եւ եթե վերջին հաշվով ունենք տնտեսվարող, որը այդ խնդիրը լուծված է, այդ դեպքում այդ տնտեսվարողի ապրանքը վաղը կարալ լարսով անցնի եւ գնա Ռուսաստան։ Կասկածելի է, բայց դե ամեն դեպքում դա է ուրեմն եւ դա եկանում կա նախարարությունը հսկայական անելիք ունի եւ կանի։ Վերջին էլի ճշտող, այսինքն հնարավոր է իրավիճակի այնպիսի զարգացում, որ մինչև տարեվերջ Հայաստանը ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի մասով որոշումներ կայացնի։ Ես չեմ կարող ասել։ Եվ ոչ մեկը չի կարող ասել։ Կան անհամաձայնություններ, չլուծված խնդիրներ եւ տեսակետեր եւ Ռուսաստանը նաև ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո Հայաստանի որոշակի դիրքավորվածություն է առաջ դրել Հայաստանի առաջ եւ որտեղ պահանջներ է դրել, որի պահանջները կներեք Հայաստանը պետքա շարժվի իր քաղաքական տրամաբանության եւ իր երկրի շահից ելնելով։ Հիմա տեսնենք մինչև դեկտեմբեր այդ պահանջները բազմիցս բացատրվել է, որ այդտեղ խնդիրը Ռուսաստանը պետքա չտեսնի, բայց Ռուսաստանը անդադ տարբեր պաշտոնյաների շուրթերով հնչեցնում է, որ դեռ այս հարցերը լուծված չեն։ Դուք դեռ հարակվե չեք արել Եվրասիական միություն թե Եվրամիություն։ Երբ որ այստեղ այդ հարցերի բացատրությունները եւ լուծումները առաջիկայում մենք պետքա տեսնենք։ Եվ դրանից է կախված, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարելավումը ինչպես կզգա իր մաշկի վրա մեր տնտեսվարողները գյուղմթերքների դեպի Ռուսաստան գնալու, ռուսական շուկայի մեր համար բաց լինելու եւ եթե այդ խնդիրները ավելի են խստացում, այդ ժամանակ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի գտնի այնպիսի լուծումներ, որպեսզի մեր ժողովուրդը չտուժի այս փոխհարաբերությունների բացառացման արդյունքում։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էր։ Մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։